Հանուն հոր և որդու և ոգուի սրբո, ամեն։ Դուք ինքներդ ձեզ չեք պատկանում, որովհետև թանկագին արյամբ գնվեցիք, ասում է Պողոս առաքյալը։ Մենք Քրիստոսի արյան գինն ենք։ Քրիստոս ինքն իրեն զոհաբերեց և մեզ փրկագնեց և իր արյամբ ներկեց Սուրբ եկեղեցին։ Այսօր կարմիր կիրակի է, որովհետև Քրիստոսի արյամբ մենք փրկագնվեցինք և ինքնես մեզ չենք պատկանում։ Մենք կոչվում ենք Քրիստոսի հարս, որտև Քրիստոս մեզ նշանադրեց։ Ինչպես փեսացուն հարսնացուի մատին մատանի է դնում, որը նշան է դառնում, որ այլևս հարսնացուն պատկանում է փեսացուին, այդպես էլ Քրիստոս իբրև փեսա, մենք էլ իբրև հարս խաչի նշանը դրեց մեր ճակատին, մեր սրտին, մեր մտքին, մեր հոգուն ու մարմնին և մեզ փրկագնեց։ Խաչը զոհաբերության նշան է, Քրիստոս զոհաբերվեց և իր արյամբ մեզ փրկեց և հիմնեց Սուրբ եկեղեցին, որը քարեղեն տաճար է, բայց որը նաև մարմնեղեն տաճար է։ Եկեղեցին քարեղեն տաճարը ևս Աստծո տուն է, մարդը մարմնեղեն տաճարը ևս Սուրբ Հոգու բնակարան է։ Ինչպես այս տաճարը քարերից է կառուցված, այնպես էլ մենք ոսկորներից ու մսից ենք կառուցված։ Ինչպես այս տաճարը ջրով լվանվում ենք, գինով մաքրում, միրոնով օծում և դառնում է Աստուծո տուն, այդպես էլ մենք ենք ջրով մաքրվում, մկրտվում ենք, միրոնով օծվում ենք, Սուրբ հաղորդություն ենք ստանում զորանում և դառնում ենք Սուրբ Հոգու տաճար։ Ինչպես այս տաճարը եկեղեցին եռահարկ է, սրահը, որտեղ դուք եք կանգնած, ատյանը, որտեղ հոգևորականներն են կանգնած, և խորանը, որ հրեշտակներն են իջնում Սուրբ պատարագի ժամանակ, այնպես էլ մարդը մարմին է, որ հոգու բնակարանն է, հոգին է և միտքը։ Եռահարկ է Սուրբ եկեղեցին, եռակազմ է մարդը, հոգի, մարմին և միտք։ Աշխարհում որտեղ են եղեք մեղավորներն են, և յուրաքանչյուր մեղավոր մեղքերի թողության կարիք ունի, մաքրման անհրաժեշտություն ունի, Աստուծո բարկությունն ու ցասումը վերացնելու, հաշտվելու կարիք ունի, բայց Աստծուն որտեղ տեսնենք մենք, Աստված անմատչելի է մեզ, երկնքում է, իսկ մենք երկրի վրա ենք, Աստված սուրբ է, մենք մեղավոր ենք, և հա այդ պատճառով կառուցվեց Սուրբ եկեղեցին, որ սրբագործված և օծված է, որպեսզի Աստված իջնի և բնակվի այս տան մեջ, որը քարեղեն է, որպեսզի մենք մարմնեղեն մարդիկ կարողանանք մտնել այստեղ և տեսնել Տիրոջը։ Եկեղեցին դառնում է մարդկանց և Աստծո հանդիպման և հաշտության վայր, մեղքերի քավարան, հրեշտակած բնակարան, երկնքի դուռն է Սուրբ եկեղեցին, որ այստեղից կարող ենք բարձրանալ և հավիտենական երկնքի արքայությունը ժառանգել։ Սուրբ եկեղեցում ամեն ինչ տասնապատիկ է, թե օրհնությունն է տասնապատիկ, որտև եթե այստեղից մենք ջերմերան աղոթքներ, արտասուքներ ու հառաչանքներ ենք մատուցում Տիրոջը, ապա տասնապատիկ օրհնություն կստանանք, մեղքերի թողություն կստանանք, բայց նաև պատիժն է տասնապատիկ այստեղ, եթե եկեղեցու մեջ մենք մեղքեր գործենք
եկեղեցի ասելով Քրիստոսի մարմինի նկատի ունեմ, ապա իբրև քրիստոնյա ավելի մեծ պատիժ կստանանք, քան թե հեթանոսները, որ նույն մեղքերը գործեն։ Եկեղեցին Աստուծո օրհնության վայրն է, Տիրոջ աչքն է այստեղ, Աստծո ականջն է այստեղ, միշտ ուշադիր նայում է, թե ինչպես մենք աղոթեցինք։ Աստված լսում է ոչ թե աղոթքի խոսքերը, այլ սրտի ջերմեռանդ սերը։ Աստված ոչ թե լսում է շատախոսությունը, այլ աչքի արտասուքն է տեսնում։ Եվ հենց այդ ամենը այս սուրբ եկեղեցում է հավաքված, սրբագործված, օծված, ինչպես այստեղ 7 խորհուրդներն են կատարվում, այնպես էլ մեզ վրա են իրագործվում 7 խորհուրդները։ Սուրբ եկեղեցին մենք ենք և սուրբ եկեղեցին։ Այսպես մենք պետք է սուրբ լինենք, ինչպես սուրբ է սուրբ եկեղեցին, ինչպես սուրբ է Քրիստոսի մարմինը։ Եվ Պողոս առաքյալն ասում է. զգույշ եղեք, չլինի, որ Աստծո սուրբ տաճարը, սուրբ հոգու բնակարանը վերցնեք և պղծեք։ Սուրբ պետք է լինենք, որտև սուրբ է մեր երկնավոր Հայրը և Որդին և Սուրբ Հոգին։ Ուրեմն մեկ ընդմիշտ հիշենք և դրոշմենք մեր սրտում, մեր մտքում, մեր հոգում, մեր կյանքում, որ ինքներս մեզ չենք պատկանում։ Մենք Քրիստոսի անգին արյան գինն ենք։ Մենք Քրիստոսի հարսն ենք և նշադանված ենք, մեզ չենք պատկանում, Քրիստոսին ենք պատկանում և նվիրվենք Քրիստոսին մեր ամբողջ կյանքով։